Եվրոասիական կապիտալի շուկաների միության ամենամյա կոնֆիաս միջազգային հեղինակավոր համաժողովն այս տարի հյուրընկալել է Երևանը, մեկտեղելով շուրջ 300 առաջատար մասնագետի եվրասիական երկրների ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից ու միջազգային ֆինանսական հաստատություններից։ Հոբելյանական 30-րդ համաժողովը մեր երկրի համար նշանավորվել է նաև դրա շրջանակում անցկացվող FIAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխությամբ։ Is Ameria Bank. Congratulations. Ամերիա բանկն արժանացել է պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին։ Սա ուշագրավ է, որովհետև առաջին անգամ է, որ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի որևէ կազմակերպություն արժանանում է այս հեղինակավոր մրցանակին։ Ուրախալի էր եւ մեր համար sense հպարտության առիթ եւ հիմք, որ առաջին անգամ հայկական շուկայից Ամերիա բանկը ստացավ այդ մրցանակը։ Այսինքն դուք պատկերացնում եք, որ Ամերիա բանկը մրցում էր, ասենք, նույն Աբու Դաբիի շուկայի հետ եւ այդ շուկաների մեջ ստացավ մրցանակ։ Մեծ պատիվ է ստանալ այս հեղինակավոր մրցանակը։ Այն ըստ էության պարտատոմսերի շուկայում ակտիվության համար մրցանակ է տարածաշրջանի մակարդակով։ Ամերիա բանկը շատ լուրջ ներդրում է ունեցել նաև Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման մեջ եւ այս մասով նաև կարևորվում է թե Հայաստանի ֆոնդային բորսայի զարգացման ճանապարհը եւ մեր բանկի MyInvest հարթակի ոնց որ ունեցած ներդրումը այդ զարգացման ճանապարհին, քանի որ Ամերիա բանկի MyInvest հարթակը հնարավորություն է տալիս բանկի հաճախորդներին այդ թվում նաև պարտատոմսերի շուկայում իրականացնել բազմաթիվ գործարքներ, ցուցաբերել մեծ ակտիվություն եւ դրանով նպաստել թե բորսայի ակտիվության բարձրացմանը եւ ընդհանուր առմամբ կապիտալի շուկայի զարգացմանը եւ արդյունքում նաև տնտեսության զարգացմանը։ Մրցանակաբաշխության շրջանակում մասնակիցներին տրվում են մրցանակներ երկու անվանակարգում՝ բաժնետոմսերի շուկայում եւ պարտատոմսերի շուկայում ակտիվության համար։ Մենք առաջին հերթին նկատի ենք ունենում գործարքների քանակը, տեխնոլոգիաները եւս շատ կարևոր են հաճախորդների ներգրավման առումով։ Մեր համաժողովը միավորում է հարյուրավոր մասնագետների աշխարհի տարբեր երկրներից։ Դա թույլ է տալիս ծանոթանալ միմյանց հետ, նկատի առնել միմյանց ներուժն ու համատեղ զարգացման լուծումներ գտնել։ Ուրախ եմ, որ մրցանակի արժանացավ հայկական շուկան ներկայացնող ընկերությունը։ Սալավարիթ է իրար հետ ծանոթանալու ու համագործակցություններ ձեռնարկելու համար։ Սա հնարավորություն է Աբու Դաբիի ներդրողների համար ներդրումներ անել հայկական ֆինանսական շուկայում։ Դրանով կնպաստենք, որ Հայաստանի ֆոնդային բորսայի իրացվելիություններ բարձրանա։ Սա կնպաստի նաև տեղեկատվության հասանելիության բարձրացմանը, քանի որ ներդրողները ավելի շատ տեղեկություններ կստանան հայկական ֆոնդային բորսայում ներդրումային հնարավորությունների մասին։ Հայաստանի կապիտալի շուկան զարգացման ներուժ ունի, դրա ռեալիզացման ճանապարհին այս մրցանակը կարևոր ձեռքբերում է Հայաստանը կապիտալի շուկաների համաշխարհային քարտեզում առավել տեսանելի դարձնելու ուղղությամբ։